Free News-ի եթերում լուրերից դուրս հերթական քննարկումն եմ սկսում։ Այսօր ես հյուրընկալել եմ Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, ես ուզում եմ մի փոքր ոչ այդքան ստանդարտ հարց տալ։ Հեծը որպես կազմակերպություն ինչ վիճակում է այսօր ու ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում կամ ինչ եկամուտ է գեներացնում, հա, հեծի շուրջ այսքան որ խոսակցություն կա, չէ՞ որ այդ կազմակերպությունը նաև եկամտաբեր է։ Թե չէ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Հեծը ինքնին բնական մենաշնորհ ունեցող ռազմավարական էներգետիկ ոլորտում բաշխման գործառույթներ իրականացնող, էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթներ իրականացնող աշխատակիցների քանակով թիվ 1 գործատու հանդիսացող ռազմավարական ընկերություն է մեր երկրում։ Եվ հեծին դատել պարզապես եկամտաբերության առումով, կարծում այնքան էլ, այսպես ասած, տեղին կամ արդարացի չի լինի, որովհետև ռազմավարական ընկերությունը շատ ավելի կարևոր առաքելություն իրականացնելու, քան գեներացվող շահույթն է կամ կոմերցիոն շահերն են։ Հեծը այսօր ես կարող եմ ասել, որ անհամեստ չթվա իհարկե այս գնահատականը, ֆինանսատնտեսական առումով, կառավարման արդյունավետության առումով, ֆինանսական հոսքերի, տնտեսավարման, այսպես ասած, գործառնության առումով առավել քան կայուն, հուսալի եւ հեռանկարային վիճակում է գտնվում, քան վերջին մի տևական շրջան վերջին տարիներին, եւ դա լոկ գնահատական չէ հնչեցված ժամանակավոր կառավարչի կողմից, դա ես հնչեցնում եմ ելնելով վերջին ամիսների պաշտոնական վիճակագրություններից, վերջին ամիսների ընթացքում հեծի ֆինանսական կայունության, այդ թվում նաեւ միջազգային գործընկերների, տեղական բանկերի արժեվ ունեցած ֆինանսական վարկային պարտավորությունների թոթափման ինտենսիվությունից եւ առհասարակ այն իրավիճակից, որին ես արդեն կարող եմ ասել, որ 4 ամիսների գործունեության ընթացքում լիարժեքորեն տիրապետում եմ եւ ստանձնած պատասխանատվությունը, գիտակցելով դրա ամբողջ ծանրությունն ու կարեւորությունը եւ հանրային անվտանգության եւ պետական անվտանգության եւ ավելի քան 1 միլիոն բաժանորդներին անխաթար եւ որակյալ էլեկտրաէներգիա բաշխելու ստանձնած հանձնառության արժեվ կատարված պարտավորությունների։ Ես օրինակը ուզում եմ մի շատ պարզ բան ասել։ Սպառող եմ ինքս, էլեկտրաէներգիա սպառող եմ եւ երբ որ այն սարքը դնում են, որ մի քիչ կարգավորի, այդ սարքը անընդհատ ճտ այսպես աշխատանքի մեջ էր։ Բայց կլինի մոտ արդեն 3 ամիս այդ սարքը էլ չի գործում, լավ իմաստով լավ իմաստով չի գործում, այսինքն կարելի է ենթադրել, որ նաև կա որակական փոփոխություն մատակարարվող էլեկտրաէներգիայի առումով։ Ես ուրախ եմ այդ արձանագրման համար, բնականաբար չենք կարող պնդել, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում մեզ հաջողվել է բաշխիչ ցանցերի տեխնոլոգիական հագեցվածության, մաշվածության եւ այդ թվում նաեւ կարողությունների զարգացման առումով էական քայլեր արձանագրել, բայց կարող եմ միանշանակորեն պնդել, որ մեր բոլոր ստորաբաժանումները, այդ թվում նաեւ էներգատեխնիկական որոշակի գործառույթներով օժտված մասնագիտական խմբերը պատշաճ իրականացնում են շուրջօրյա հերթապահություն եւ յուրաքանչյուր ստորաբաժանում իր լիազորությունների եւ պարտականությունների շրջանակներում անում է առավելագույնը, մասնավորապես ժամանակավոր կառավարչի գործառույթներով պայմանավորված, ինչպես նաեւ ՀՑԿՀ վարույթով պայմանավորված կրիզիս մենեջմենտի, այսպես ասած, կառավարման շրջանում պատվով իրականացնելու իրենց արժեվ դրված խնդիրը։ Ես կարող եմ որակական նաև այլ ցուցանիշ եւս վկայակոչել պաշտոնապես վիճակագրությամբ
վերջին 3 ամիսներին, օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների մասն է խոսքը, համատությամբ նախորդ տարվա նույն ամիսների հետ, քանի որ այս ոլորտում համատականները ավելի ճիշտ է տանել նույն ամիսների նախորդ տարիների հետ, քան նախորդող ամսաթվերը, որտեղ յուրաքանչյուր ամիս իր առանձնահատկությունն ունի, եւ ահա վերջին 3 ամիսներին համատաբար նախորդ տարվա նույն 3 ամիսների մեր հանրությանը մատակարարված էլեկտրաէներգիայի անջատումների, խափանումների, ուրեմն միջին տևողությունը նվազել է 27%-ով, իսկ ինտենսիվությունը քանակական իմաստով նվազել է 18%-ով։ Դա արդյունք է այն տքնաջան աշխատանքի, որ բոլոր օղակներում այս պահին անձնվիրաբար, հանձնառությամբ վերաբերվում են իրենց աշխատանքին եւ մասնագիտական պարտականություններին։ Ուղղաձիգ կառավարման արդյունքում, սա շեշտը։ Ընդ որում սա մի փոքր հակասում է այն խոսույթին կամ այն, որ մարդկանց մոտ ընդունված է, որ պետությունը վատ կառավարիչ է։ Այս պարագայում ես որքան նկատել եմ, պետությունը դեռևս վատ կառավարիչ չէ։ Շնորհակալ եմ։ Ես նաև մի ցուցանիշ, ֆինանսական ցուցանիշ նաև մեջ բերեմ, այդ մասին եւս խոսել եմ տարբեր առիթներով։ Իմ նշանակման պահին, վարույթի հարուցման պահին ՀՑԿ կողմից հետ ծանրաբեռնված էր շուրջ 396 միլիոն ամերիկյան դոլարի հասնող վարկային պարտավորություններով, այդ թվում միջազգային ֆինանսական կազմակերպությունների, տեղական բանկերի եւ պարտատոմսերի տեսքով, եւ ընդհանրապես 3 ամսվա ֆինանսատնտեսական նպատական մղված, այսպես ասած, թիրախային կետային գործունեության արդյունքում մեզ հաջողվեց ավելի քան 21 միլիոն ամերիկյան դոլար վաղաժամ վարկերի մայրգումար մարել, ինչպես նաև եւս հերթական վճարումներին մենք պատշաճ սպասարկեցինք մոտավորապես 10.5 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություն եւ 4 ամիսների ընթացքում հարուցված վարույթի շրջանակներում հեծը իր 356 միլիոն ամերիկյան դոլարի վարկային պարտավորություններից թոթափեց շուրջ 30 միլիոն ամերիկյան դոլար։ Այսինքն դա նաև ցույց է տալիս ֆինանսատնտեսական գործառնությունների պատշաճ որակյալ թափանցիկ, ներառական, գործող օրենսդրությանը խիստ համապատասխան գործառնությունների արդյունքում հեծի տնտեսավարման էֆեկտիվությունն ու որպես նաև տնտեսվարող միավոր, ինչպես դուք նշեցիք ձեր խոսքում ի սկզբանե, շահութաբերությունը տվյալ ընկերությունում։ Ես մի բան կարդացի, որը ինձ շատ հետաքրքրեց, դրան դուք անդրադարձել եք ընդհանրապես ձեր Facebook-յան էջում, տենդերի մասին էր խոսքը եւ հաղթել էր մի կազմակերպություն, որը նախկինում նույնպես հաղթել էր մի քանի անգամ, երևի թե տարիներ շարունակ, բայց այնտեղ մարժան, հա, տենց կարելի ասել 1.5% էր, իսկ հիմա զեղչը։ Հիմա իրանք զեղչ չեն արի, դա չեմ սխալ 42%։ Այո, դուք իրավացի եք եւ դա միակ օրինակը չի, ու առհասարակ բոլորին է հայտնի, որ տարիներ շարունակ հեծը որպես էներգետիկ ու բնական մենաշնորհ ունեցող ռազմավարական բավականին մեծամասշտաբ տնտեսվարող սուբյեկտ, բնականաբար իր բնականon գործունեությունն ապավելու համար թե պահպանման ծախսերի սպասարկման այդ ընթացիկ ծառայությունը եւ թե ամենակարևորը էներգետիկ ոլորտում իրականացվող ներդրումների, ներդրումային ծրագրերի, նոր միացումների ուղղությամբ, տեխնոլոգիական վերազինման, ցանցերի, այդ բաշխիչ ցանցերի նորոգման, հիմնանորոգման եւ նոր ցանցերի հազարավոր նոր բաժանորդների արկայություն։ Այո, դա ահռելի տնտեսական ներուժ եւ կարողություն է, որը պետք է ուղղակիորեն անդրադառնալ մեր տնտեսական ակտիվությանն ու էներգետիկ ոլորտի տնտեսվարողների նաև շրջանում ինովացիաների ներգրավմանը, ոլորտի արագ զարգացմանը, որովհետև որտեղ կա առողջ մրցակցություն, որտեղ կա առողջ բանավեճ, այդտեղ առաջընթացն ու զարգացումը անխուսափելի են։ Եվ մեզ համար մեր հանրության բոլոր շերտերի համար, որտեղ այսպես թե այնպես հեծի մատակարարված էլեկտրաէներգիան առնչվում է բացարձակապես բոլոր քաղաքացիներին, ընտանիքներում, իրենց տներում, օֆիսներում, գրասենյակներում, արտադրության ոլորտում, առհասարակ ձեր ստուդիայում ենթադրենք, եւ հնարավոր չէր չֆիքսել այն խնդիրները, որոնք որ ծառացել էին մեր պետության եւ հանրության առջեւ հեծի վերջին տարիների մասնավոր գործունեության արդյունքում։ Եվ ահա այդ տնտեսական մոնոպոլ մենաշնորհային դիրքը, որ հաղորդվել էր ինչ-ինչ շրջանակների կողմից նման տնտեսական հսկային եւ իր տնտեսվարման այդ ամբողջ արժեշղթային
շատ տնտեսվարողների, ոլորտի շատ խաղացողների, այդ թվում է առաջավոր խաղացողներ, ովքեր շատ մրցունակ են այլ երկրներում, լինելով ռեզիդենտ Հայաստանի Հանրապետությունում, փակուղ արչև էր կանգնեցրել եւ որևէ կերպ վերջինս չէին կարողանում որևէ դերակատարում ունենալ հեծի տնտեսվարման այդ արժեշղթայի ներսում, քանի որ բոլոր մատակարարումները, բոլոր գնումները, բոլոր տեսակի մրցույթները ի սկզբանե արդեն կանխորոշված էին։ Ի սկզբանե ոչ միայն կանխորոշված էին, գուցե փաստաթղթավորված էին պատշաճ, բայց բովանդակային առումով կային խոչընդոտներ, խտրական գործընթացներ, ոչ ներառական գնման, ուրեմն այդ ընդ որում հանրային գնումների եւ ՀՑԿՀ կողմից, ոլորտը կարգավորող մարմնի կողմից կարգավորումներից դուրս երևույթներ, որոնք խոչընդոտում են ներառականությանը եւ ես որևէ թվեր չվկայակոչելով պարզապես փաստ ասեմ։ Վերջին տարիներին տևականորեն գծորդիչները մատակարարում էր նույն ընկերությունը, կապալի աշխատանքները նույն 4 ընկերությունները, նախագծային աշխատանքները նույն 2 ընկերությունները, որոնք որ կամ ուղղակիորեն աֆիլացված էին տաշիր ընկերությունների խմբին, այսինքն սեփականատերերին, կամ անուղղակիորեն ներկայացնում էին որպես իրական շահառու վերջիններից եւ իրենց մերձավոր շրջապատը։ Եվ ահա միայն գնումների գործընթացները թափանցիկացնելու, այսպես ասած, բաց ներառական եւ հիրավի մրցութային պայմաններում անցկացնելու արդյունքում մենք ունենք տասնյակ արդեն ամփոփված գնման գործընթացներ, որտեղ միևնույն գնման առարկայի, նույն խմբականակի, նույն տեսակի, նույն տեղ բնութագրով ապրանքի դիմաց նույն ընկերությունը բազմապատիկ անգամ ավելի թանկ գներով է տևական շրջան վերջին տարին մատակարարեցին, քան այսօր օբյեկտիվորեն ներգրավելով մրցույթին վերասակարկում եւ ձեր մատնանշած դեպքում օրինակ, եթե նախաշվային արժեքից 1.5% սիմվոլիկ գիներ նշված նախորդ տարվա պայմանագրում, ապա այս տարվա 4 ընկերությունների միջև հիրավի արժանի եւ մրցակցային այդ մրցապայքարի արդյունքում նույն այդ ընկերությունը 42%-ի զեղչ առաջարկել եւ պայմանագրել իր հետ են կնքում հիմա արդյունքում միայն 24 թվականին իր իսկ կողմից մատուցված տեղ հսկողության ծառայությունը դիմաց փաստացի մենք փաստաթղթերով արդեն հիմնավորված ունենք շուրջ 206 միլիոն դրամի վճարումներ, եթե նույն գործակիցը կիրառվեր ընդամենը անցյալ տարի, ընդամենը այդ ընկերության նկատմամբ, ապա հետ 83.5 միլիոն դրամի միայն այդ գնման առարկայով խնայողություն կունենար։ Մենակ այս մի դեպքում մի գնման առարկա, բայց այդ գնման առարկաները հարյուրավոր չէ, հազարավորներ են հեծում։ Ապրանքանյութական, էլեկտրատեխնիկական, այդ թվում նաև ծառայությունների, կապալի աշխատանքների ներդրումային ծրագրով իրականացող միլիարդավոր դրամի ծրագրերի դեպքում եւ ես կարող եմ պաշտոնապես այսպես ասած պնդել, որ միլիարդավոր դրամների ուռճացված ծախսեր են տեղի ունեցել, որոնք որ մի դեպքում ուղղակիորեն, մի դեպքում անուղղակիորեն վերջն արդյունքում անդրադարձել են սակագնի վրա, որը վճարվել է մեր քաղաքացիների գրպանից։ Երբ որ սկսեցիք պաշտոնավարել այս պաշտոնում իհարկե սաբոտաժի դեպքեր եղան կամ տպավորություն գոնե թե այսպես։ Անշուշտ իհարկե առաջին իսկ օրվանից նման այսպես ասած նախադրյալ արդեն տեսանելի էին ինձ եւ ես կարող եմ դրվատանքով ասել իմ ներգրաված թիմի իմ մյուս գործընկերների մասին, որ 7-10 պրոֆեսիոնալ հոգանոց պրոֆեսիոնալ թիմով մենք առաջին օրը ժամանեցինք հեզ եւ յուրաքանչյուր մեր թիմակցի ինձ ուղեկցող մեր գործընկերների ում նաեւ առաջին օրվա եթերներում կարող եք տեսնել ես ներգրավել եմ տարբեր ուժային մարմիններից, պետական վերահսկողական ծառայությունից, պետական կառավարման համակարգի, ինչպես նաեւ մասնավոր ոլորտի տարբեր մասնագետներ, ում հետ ես պատիվ եմ ունեցել տարբեր շրջափակումներում աշխատելու եւ ճանաչելու եւ վստահելու իրենց։ Այդ թվում ՊՎՑ-ի։ Այո, անշուշտ ՊՎՑ-ից եւս որոշ գործընկերներ եմ ներգրավել իրենց գնահատելով իրենց արդյունավետ գործունեությունը ՊՎՑ-ի ուրեմն շրջանակներում, գործունեության շրջանակներում եւ ահա այդ թիմի փոխգործակցության, հանձնառության, պրոֆեսիոնալիզմի արդյունքում ես կարող եմ այսօր պատվով արձանագրել, որ մենք կանխեցինք որևէ տեսակի հնարավոր ոչ միայն սաբոտաժերի երևույթներ, այլ նաև կառավարման ճգնաժամի դրսևորումներ, որը անխուսափելիորեն այո կարող է հանգեցնել էներգետիկ ճգնաժամի։ Եվ հիրավի ճգնաժամային կառավարում ենք մենք իրականացրել վարույթի ողջ ընթացքում, ինչ նաև շարունակում ենք այսօր։ Բայց նաև ունենք 1-2 օրինակ, որ արձանագրվել է, որ նման սաբոտաժ կա։ Օրինակ Արաքս մասնաճյուղը, որը սպասարկում է Արարատ եւ Վայոց ձորի մարզերը, մասնաճյուղի ցանցերից մեկում
վթար էր տեղի ունեցել։ Տեսուչի մասին է, չէ՞, խոսքը։ Ոչ միայն տեսուչի մասին երևի այլ ցանցի այլ ավելագրումների ցանց, մասին եք ասում, դրա մասին խոսենք իհարկե։ Եվ ահա Արաքս մասնաճյուղում ունեինք դեպք, երբ մոտավորապես 4-5 ժամ մի ամբողջ բնակավայր հոսանքազրկվել էր եւ պատշաճ այդ փաստը ինչպես սահմանված է նաեւ ԵԲՑ կանոններով հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի որոշումներով սահմանված կարգ կա, ինչպես են գրանցվում վթարները, ինչպես են զեկուցվում կարգավարական ծառայությունը ում է տեղյակ պահում, ինչպես է վթարաբերական աշխատանքները մեկնարկում, ում պատասխանատվությամբ, պաշտոնի անձնագրով սահմանված պարտականություններ կան նաև։ Եվ այդ բոլոր ընթացակարգերի խախտումով, կոպիտ խախտումով, ընդ որում կանխամտածված խախտումով վթարի դեպքը չէր արձանագրվել, չէր զեկուցվել պատշաճ եւ միայն քաղաքական անձնական խողովակներում ինձ հայտնի դարձավ, որ Արարատի մարզի կոնկրետ բնակավայրում տևական ժամանակ հոսանքազրկում կա, այն դեպքում երբ պաշտոնապես ինձ տեխնիկական տնօրենը, ով 24-ժամյա ռեժիմում ինձ զեկուցում է հանրապետությունում արձանագրված բոլոր անջատումներն ու վթարները։ Ինձ չէր զեկուցել, ինքը եւս տեղյակ չէր եւ իմ ճշտումների արդյունքում պարզ դարձավ նաեւ որ կարգավարական ծառայությունը, դիսպետչերական կենտրոնական ծառայությունը եւս տեղյակ չէր։ Եվ միայն հետաքննությունը ծառայական, այսպես ասած, հետադարձ հետաքննության արդյունքում պարզեցինք, որ պարտակել էին փաստը փորձելով ինչ-ինչ խնդիրներ լուծելու տեղում եւ նաեւ այսպես ասած արագ վերացնելու, որը որ նաեւ անդրադառնալու իրենց արդյունքային ցուցանիշների վրա չէին հաջողել, բայց դրա մեջ նաեւ մենք տեսանք որոշակի սաբոտաժ էլեմենտներ եւ 5 պաշտոնատար անձինք ի պաշտոնե ովքեր որ պատասխանատու են այդ միջադեպի պատշաճ գրանցման, վարման, գրանցամատյաններում նաև դրանց արձանագրման համար եւ թերացրել իրենց պարտականությունում եւ ուղղակիորեն դրանով խախտել էին մեր քաղաքացիների կոնկրետ բնակավայրերի հարյուրավոր քաղաքացիների օրինական շահերը, դրանով նաև վնաս են հասցրել տնտեսվարողներին, այո, հեծի օրինական շահերին, բնականաբար աշխատանքի ռոզգրքի կոնկրետ հոդվածների համաձայն ազատվեցին իրենց պաշտոններից եւ մի քանի աշխատակիցներ էլ կարգապահական որոշակի տուժերի ենթարկվեցին։ Ունենք դա հենց դասական սաբոտաժի օրինակ էր։ Եվ նման օրինակներ բազմաթիվ են, որոնք պարզապես կանխվել են կամ կանխարգելվել են եւ որևէ հետևանք չի ունեցել եւ մեր որևէ քաղաքացի կամ որևէ ընկերություն իր շահերի տեսակետից որևէ տեսակի վնաս չի կրել, որովհետեւ ժամանակին կանխվել են եւ կառավարելի է դարձել նաեւ դրանից բխող հետագա գործառույթները։ Իդեպ ինձ մոտ կասկած առաջացավ, բնականաբար վստահաբար միգուցե կարող եմ նաև սխալվել, տվյալների բազայի այդ ջնջման պատմությունը ինչ որ կասկածներ չի առաջացնում, ասինքն եթե այդ ամբողջ բազան լիներ, միգուցե այնտեղ պարզեր նաև այլ պատմություններ։ Շատ լավ հարց եք տալիս ու շատ այս օրերին նաև շատ ակտուալ հարց եք տալիս, շնորհակալ եմ հարցադրման համար։ Տեսեք, տվյալների բազայի ջնջման այդ ողջ պատմությունը բնականաբար իր մեջ մի քանի այսպես ասած շերտեր է պարունակում։ Առաջինը դա ֆորմալ առումով նմանատիպ ռազմավարական կարևորության շուրջ 700,000 քաղաքացու վերաբերվող անձնական տվյալների ջնջումն է արտաքին միջամտության արդյունքում։ Այդտեղ ես տեսնում եմ ակնհայտ առերևույթ հանցակազմի հատկանիշներ, ընդ որում, որը կարող է սպառնալ նաև հանրային անվտանգության ու ազգային անվտանգության շահերին նաև, եթե այդ միջամտությունը տեղի ունեցել արտերկրից։ Ընդ որում այստեղ կարող են չլինել, ջնջվել, բայց մեկ այլ տեղում կարող են լինել։ Այո, շատ իրավացեք։ Այսինքն մի հարցությունը դա է։ Դրանով պայմանավորված հենց այդ փաստը ինձ հայտնի դարձավ։ Փաստը տեղի ունեցել ընթացիկ տարվա հունվարի սկզբերին, իմ նշանակումից դեռ ամիսներ առաջ, բայց խնամքով կարծես թե պարտակվել էր օրվա կառավարիչների եւ ղեկավարների կողմից եւ այդ մասին հայտնի չէր դարձել ոչ իրապահ մարմիններին, ոչ ոլորտը կարգավորող պետական մարմնին, ՀՑԿ-ին եւ ոչ հանրության առհասարակ։ Եվ ահա առաջնահերթ ես պարտքս համարեցի նախ պաշտոնապես այդ մասին իրազեկել հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, ապա ամբողջ փաստաթղթերը, որն է հենց այդ շրջանում օրվա ղեկավարների կողմից հետցի նախաձեռնած ծառայողական քննությունը եւ քննության վերհանված փաստերը ու փաստաթղթերը մի ամբողջ տրցակ փաստաթղթեր ես փոխանցեցի, որոնք որ իմի էին բերվել, բայց ընթացքը չէր լուծվել։ Ես փոխանցեցի հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, ինչը հետագայում դարձավ նաեւ վարույթի ամփոփող ուրեմն որոշմամբ հեծը լիցենզիայից զրկելու 6 հիմնավոր պատճառներից մեկը։
Եվ երևի թե ամենազորավոր ամենախոսուն, թեպետ մյուսներն էլ իրենց կարևորությամբ չեն զիջում, բայց այո, առաջի կետո հենց դա է արձանագրված իվիճալուս։ Ապա նաև զուգահեռաբար հաղորդում ներկայացրեցի գլխավոր դատախազություն, ինչի հիման վրա նաև քրեական վարույթը նախաձեռնում եւ այս պահին ուրեմն նախաքննություն իրականացնում եւ շատ կարեւոր դիտարկում արեցիք, այո, չեն կարող բացառել նաև կանխամտածված ջնջելու միջամտելու փաստը, քանի որ վարույթի ընթացքում մենք տասնյակ հավելագրումների, այդ թվում նաև ինքնավար էներգոարտադրողների կայանների, արևային կայանների, ուրեմն արտադրած էլեկտրաէներգիայի թերգրանցումների տասնյակ փաստեր են արձանագրել եւ խոսքը միլիոնավոր կիլովատ-ժամ քանակի էլեկտրաէներգիայի մասին է։ Միջնացված, եթե 1 կիլովատ-ժամը մենք միջին 50 դրամ սակագնով էլ բազմապատկենք, խոսքը տասնյակ եւ 100 միլիոնավոր դրամների առերևույթ յուրացումների, վատումների, ինչպես նաեւ տնտեսական եւ պաշտոնական դիքն ու լիազորությունը չարաշահելով կարող ենք որակել որպես մի շարք ինչևէ քրեական հոդվածներով կարող ենք որակել եւ ահա քրեական վարույթը նախաձեռնվել է եւ այս բանի նախաքննություն է իրականացվում եւ կարող եմ ես արձանագրել այս միտքը թե առաջի անգամ ձեր եթերից հնչեցնում որ երևի թե մեր երկրում վերջին շրջանում գուցե նորանկախ մեր պետության պատմության մեջ անձնական տվյալների կորստի կամ պարտակման կամ չգիտեմ ինչպես որակենք կանխամտածված փոխանցման ամենամասշտաբային դիպվածն է սա։ Խոսքը 700,000 բաժանորդի պիրամիդա թվային համակարգով Ասկոյի ծրագրով աշխատող էլեկտրոնային հաշվիչներում կեսժամյա պարբերականությամբ գեներացվող ահռելի տեղեկատվության մասին է խոսքը։ Եվ ահա օպոնենտ կողմը օրվա սեփականատերերը կամ նախկին գործադիր կառավարիչները, որ տարբեր եթերներից ասում են վերականգնել մեր հանրության այո տարանկալվան մեջ գցել, ես ուզում ձեր եթերից օգտվելով առիթից բարձաբանել, որ խոսքը տարբեր բաների մասին է։ Եվ եթե տվյալ անձինք չեն տարբերում այդ թվային հարթակները միմյանցից, ապա առնվազն կոմպետենտ չեն եղել եւ շատ վատ է, որ այդ ռազմավարական ընկերությունը կառավարել են ոչ կոմպետենտ անձինք, իսկ եթե կոմպետենտ են եւ կանխամտածված են այդպիսի տարանկալումներ առաջացնում եւ թյուրիմացիա մեջ գցում մեր հանրությանը, դա շատ ավելի վատ է։ Ձեզ պարզաբանեմ հիմա։ Խոսքը ինչպես ասացի, պիրամիդա թվային համակարգի մասին է, ինչպես օրինակ Windows օպերացիոն համակարգը, որի վրա աշխատում տարբեր թվային լուծումներ։ Անդրոմ այդ համակարգը ողջ աշխարհում օգտագործվում է։ Հետխորհրդային շրջանի երկրներում, որտեղ ինքը ռուսական ցանկման համակարգը մոսկովյան ընկերությունն է, կոնկրետ ընկերությունն է ուրեմն մշակել եւ այո, շատ ցավալի է, որ դա ես եմ ասում։ Այո։ Դա դուք չեմ կարող համաձայնել։ Եվ տեսեք, այդ համակարգի վրա աշխատող թվային 700,000 էլեկտրոնային հաշվիչներից գեներացված ամբողջ տվյալները, որոնք պարունակում են կեսժամյա պարբերականության մի ահռելի տեղեկատվություն կոնկրետ բաժանորդի սպառած էլեկտրաէներգիայի ծավալների, որակի, որակական չափանիշների, գումարային արտացոլման, ցերեկային սակագնով, գիշերային սակագնով, որը որ հասանելի էր ընկերությանը հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովին որպես կարգավորող մարմին, ինչպես նաև ցպահանջ տվյալ բաժանորդի նույնիսկ ցանկացած բաժանորդ կարող է դիմում տալ հետցին եւ իր մոտ հատուկ application-ով կարգաբերումներ անենք եւ ինքը իր սպառած էլեկտրաէներգիայի համար կեսժամյա պարբերականությամբ տեսնի ամբողջ վիճակագրությունը, որակը, բեռը էլեկտրաէներգիայի, ծախսերը իր ըստ ցերեկային եւ գիշերային սակների եւ այլն։ Եվ ամբողջ այդ տեղեկատվությունը ջնջելուց կամ ջնջվելուց հետո օրվա կառավարիչները ջանք են ներդրել, որպեսզի վերականգնեն, բայց եւ կարող եմ ասել, որ այդ տեղեկատվությունը ամսական պարբերականությամբ բնականաբար ներբեռնվում է բիլինգի, վճարումների համակարգի այլ պլատֆորմի մեջ, որպեսզի այդ պլատֆորմի հիման վրա բնականաբար սպառողներին վճարման հաշիվներ ներկայացնեն։ Եվ ահա այդ ամսական պարբերականությամբ ներբեռնումները ընդ որում սա ցավ եմ արձանագրում, ինքը թվային ինտեգրված չէ, դա էլ կակրած sense կներեք այս բառի համար ձերքով եւ մարդկային գործով է արվում, այո, ռուսական արտադրանքի մասով, այո։ Եվ այն պարագայում, որ բիլինգի համակարգում այդ բոլոր տվյալները արտացոլված են պարզապես ծախսումների ծավալների եւ
իրենց էկվիվալենտ վճարումների գումարների չափով մեր բնակիչները, մեր բաժանորդները այդ մասով որը մտակցություն չեն կարող ունենալ եւ հեծը տիրապետում է տվյալներին այլ պլատֆորմայում ամսական կտրվածքով եւ ցանկացած քաղաքացի կարող է դիմել հեծ եւ 18 թվականից սկսած ինչպես մատնանշում ենք եւ մենք կորստի մասով եւ իրենք իբր վերականգնման մասով ստանում այդ տվյալները ամսական կտրվածքով ծախսումների գումարները էպիկրիզի այդ ձևաչափի մեջ բայց հարգելիներս խոսքը դրա մասին չէ խոսքը նրա մասին է որ այդ տվյալները գեներացվել են տվյալների մի ահռելի ու ավելի մեծ խորքայնություն եւ ավելի մեծ մանրամասներ տիրապետող տվյալների բազայից թվային եւ գեներացվելուց հետո այս բազայի կորստով պայմանավորված այլևս այս տվյալները որևէ կերպ ստուգելու, վիճարկելու, որևէ կերպ Այստեղ է շանգլուխը թաղված, կարելի է ասել։ Պես ասում են սատանան դետալների մեջ է։ Այո։ Եվ ահա որևէ քաղաքացի իհարկե միջին ծախսերի, միջին վիճակագրությամբ կարելի է որոշակիորեն հասկանալ տվել բաժանորդի վրա հավելագրումն արդյոք արված է թե արված չէ եւ այլն, բայց եթե թվի ճշտությամբ գումարային 1 դրամի ճշտությամբ ենթադրենք կամ կիլովատ ժամի ճշտությամբ քաղաքացին, սուբյեկտը, այդ մեր սպառողներին մի խոսքով վիճարկեն բիլինգի տվյալներում եղած իրենց սպառումների այդ ցուցանիշները մենք դժվարություններ կունենանք որտեղ արգումենտները դրանց սկզբնաղբյուր տվյալների բազան այլևս ջնջված է եւ վերականգնված չէ մինչ օրս ցավոն արձանագրում եւ ինչպես տարբեր փորձագիտական շրջանակներ են գնահատական տվել այդ թվում նաեւ ես ձեզ նաեւ մի փոքրիկ գաղտնիք բացեմ ձեր եթերից մենք նույնիսկ իմանձնական կապերով կապ ենք հաստատել Մոսկովյան տվել ընկերության հետ հրավիրել ենք Հայաստան ընդ որում սկզբնական շրջանակ խուսափում են Հայաստան ժամանելուց ինչ ճնշումներին տեղիք տալով մենք իրենց տվել ենք անվտանգության, իրավական, քաղաքական երաշխիքներ, անձամբ ես եմ տվել երաշխիքները, նոր միայն համաձայնվել են ժամանել Հայաստան, աշխատել մեր սերվերի հետ եւ գնահատական տալ եւ իրենք ինձ հավաստիացրել են, ովքեր որ հանդիսանում են իրենց բարոյված ռազրաբոչիկները, հեղինակային իրավունքները տվել պիրամիդա համակարգի։ Այդ բուրգի մշակում է։ Այո, տվել ընկերության սեփականությունն է հանդիսանում հեղինակային իրավունքը տվել համակարգի։ Իրենք ինձ ցավով, այսպես ասած, արձանագրել են, որ որևէ կերպ վերականգնման ենթակա չի, բայց մենք ջանք ու եռան չենք խնայելու վերականգնելու։ Եվ վերադառնամ նախորդի հնչեցրած գնահատականից, բիլինգի համակարգում այդ ամեն ինչը պահպանվելով հանդերձ, այդ ամեն ինչի սկզբնաղբյուր բազաները այս պահին ջնջված են, այդ մասին նաև հաստատել են ՀՑԿ մեր գործընկերները, ովքեր որ իրենց ի սկզբանե արդեն տված դոստուպ ասվածների մուտքի հնարավորության որը միջոցով փորձել են ինչպես նախկինում 25 թվականի հունվարից առաջ մուտք գործել, այս դեպքում չի ստացվում մուտք գործել, չեն կարողանում արտացել տվել, որովհետև այդ տվյալները սերվերում այլևս արկա չեն։ Իսկ օպոնենտը մեր հարգարժան գործընկերները, որ պնդում են, որ կա, կարող եք դիմել հեծին, այո, բիլինգի տվյալները կան, կարող եք դիմել, ամսական կտրվածքով ստանալ, բայց դուք չեք կարող ստանալ արդեն այլևս ձեր օրինական իրավունքը հանդիսացող կեսժամյա պարբերականության մի ամբողջ վերլուծությունների թվային մի ողջ խորքային, այսպես ասած, տվյալների շտեմարան, որը որ կամ կանխամտածված, կամ պարզապես ոչ պրոֆեսիոնալ գործողության արդյունքում անդառնալիորեն ջնջվել են։ Ես նաև մի կարևոր դիտարկում անեմ 23 թվականի նոյեմբերին նույն սերվերի վրա բեքափի որոշակի ֆայլեր կան արխիվացված։ Մենք դա ենք փորձել բացազատել մեր պիրամիդա համակարգի մեջ, գուցե դա մեզ օգներ մինչև 25 թվականը գոնե վերականգնեինք, բայց նաև հենց նույն էլի ծրագրի այդ մշակողներն ու ներդնողները, ինչպես իրենք մեկնաբանեցին տեխնոլոգիապես, քանի որ պիրամիդան մի քանի upgrade-ի է ենթարկվել, նորացումների, թարմացումների, եւ ինձ համար նաև տարօրինակորեն, որտեղ որպես կանոն ավելի թարմացված տարբերակը պետք է տեխնիկապես նաև համատեղելի լիներ նախորդ տարբերակներով։ Այո, իրենք ինձ մեզ պաշտոնապես ընդ որում հաստատեցին, որ նախկինում արված այդ արխիվացման ֆայլերը նորացված համակարգի տարածության մեջ, այսպես ասած, արտացման ենթակա չեն եւ չենք կարող նաեւ 25 թվականի նոյեմբերի դրությամբ վերականգնել եւ ձեզ նաեւ ասեմ, որ այդ համակարգի մշակողներ ու ներդրողները, ովքեր որ սկզբնաղբյուր են հանդիսանում այդ տեխնիկական լուծմանը, թվային լուծման, իրենք հեծին ուղիղ չեն մատակարարել այդ ապրանքները
իրենք Տաշիր ընկերությունների խմբի ռուսաստանյան ընկերության են վաճառել հեղինակային իրավունքը, այդ ընկերությունը փոխանցել է սեփականության իրավունքով իր հայաստանյան ռեզիդենտ ներկայացուցչանը, հայաստանյան ռեզիդենտ ներկայացուցչությունը նոր իր թվային հաշվիչների մատակարարումների ավելի քան 700,000 քանակով մատակարարումների հետ համատեղ նաև պիրամիդա եւ հենց ասկոյի ծրագրերի ներդրումն ու սպասարկումն է իրականացրել։ Եվ մենք այդ ուղիղ կոնտակտով, այսպես ասած, շրջանցել ենք երկու միջանկյալ օղակներ, ովքեր որ բնականաբար հեծի համար լրացուցիչ, այսպես ասած, սնման կետեր էին եւ լրացուցիչ, ավելի կերակրվող կետեր էին եւ ուռճացված իմ գնահատականները, որոնով հիմնավորված է թե ֆինանսապես թե իրավական առումով ուռճացված ծախսերից զերծ պահելու համար մենք հիմա ուղիղ հարաբերություն ենք կառուցել համակարգի մշակողների ներդրողների հետ եւ իրենք ի պատիվ նաեւ գործընկերներին ասեմ, որ արդեն 3 ամիս է, 3.5 ամիս է բոլորին ավճար, բոլորովին 24 ժամյա տեխնիկական, տեխնոլոգիական IT աջակցություն են ցուցաբերում հեծին, որպեսզի նմանատիպ խնդիր չունենանք, մինչև որ պաշտոնապես արդեն հեծի հետագա ճակատագիրը սեփականատերերի սեփականության իրավունքի տեսակետից պարզ դառնա եւ արդեն պայմանագրային 2 ստեկ փոխադարձ շահավետ պայմանագրային պարտավորության շրջանակում իրենք արդեն կարողանան ամբողջությամբ երաշխավորել մեր թվային անվտանգությունը հեծում։ Շատ հետաքրքիր։ Կարծում եմ բավական հանգամանալից է։ Ցավոք մեր եթերաժամն էլ սպառվեց, բայց ես վերջում ուզում եմ մի նկատառում անել։ Վերջերս դիտում է Իլոն Մասկի հարցազրույցներից մեկը եւ ինքը խոսեց X թվային հարթակը սոցցանցը գնելու մասին ու ասեց դուք է վստահ եմ դիտած կլինեք, որ ինձ այդ սոցցանցը պետք չէր։ Ինձ պետք էր այդ տվյալների բազան։ Տվյալների բազան ու առհասարակ ինֆորմացիան մեծ արժեքն է, դուք իրավացի եք։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալվել էր հեծի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Ամենայն բարիք ձեզ։